Արդանում եմ չիպը։ Քո ալիքով է հիշում ես առաջինը։ Ար։ Հա։ Ցերեկվանից ուղարկել եմ։ Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեկ տարկում է Արուջ Մասիս Մորենա հանդիպումը, թիմերը դաշտում են, եկեք ծանոթանանք երկու թիմերի հայտացուցակներին, սկսեմ Արուջից, Մանուկյան համար 1, Ենոքյան 3, Այվազյան 4, Արսենյան 11, Անտոնյան 10, Մկրտչյան 17, Համբարձումյան 9 և Անտոնյան համար 7։ Մասիս հետևյալ կազմով է ներկայացել այս հանդիպմանը, բայց նշեմ, որ ընկերական բնույթ է կրում թիմերի միջև այս հանդիպումը, այնպես որ այստեղ միավոր չի խաղարկում, բայց հետաքրքիր ֆուտբոլ միանշանակ սպասվում է։ Աբրահամ Աբրահամյան, Ստեփան Բրուտյան, Ռոման Լևոնյան, Հենրիկ Մխիթարյան, Դավիթ Զաքարյան, Լևոն Գևորգյան, Հովանես Սադաֆյան, Հովսեփ Գևորգյան եւ Արտուր Խաչատուրյան։ Թիմերը դաշտում են եւ շուտով կմեկնարկի այս հանդիպումը։ Առայժմ վիճակահանություն, որից հետո կսկսվի հանդիպումը։ Եվ սկսում են դաշտի կենտրոնից Արուջի ֆուտբոլիստները եւ գնդակը տալիս մրցակցին, ինչպես սովորաբար, ինչպես ավանդույթ է դարձել, կարելի է ասել, տիրողական լիգաներում։ Աջ եզրում է գնդակը, Զաքարյանն է Մասիսից հետ փոխանցում դեպի պաշտպանության կենտրոն, Մխիթարյանը ուղարկում է գնդակը ձախ եզր եւ Ռոման Լևոնյանը նույնպես ձախ եզրով է շարունակում թիմի գրոհը, Լևոնյան տարբերակներ է փնտրում առջևում եւ փոխում գրեուղությունը շատ հաջող փոխանցում էր, իհարկե ինչ-որտեղ մոտ էր խաղանկերը, բայց
Ընտրեց բարդ տարբերակ և հաջող փոխանցում կատարեց Լևոնյանը։ Գևորգյան և այստեղ գնդակը Աբրահամյանը կորցրեց։ Մասիսի ֆուտբոլիստները ձեռնարկում են իրենց գրո, առայժմ պայեր չկան, իհարկե հասկանալի է, սա հանդիպման մեկնարկն է, փորձում են ճանաչել միմյանց թիմերը և նոր սկսել իհարկե վտանգավոր փորձերը, առայժմ Մասիսն է մեծամասամբ ժամանակ լինում գնդակով, ընդհանրապես գրո դեռ չի ձեռնարկել առուճը։ Գևորգյան փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, վտանգավոր է և կարող էր բացվել նույնիսկ հանդիպման հաշիվ, այստեղ շատ լավ պա է դեպի ձախ եզր և փրկում է դարպասապահը Գերազանցեև, այստեղ առուճի կիպերից շատ բարդ գնդակ հանեց, իսկապես դժվար էր այստեղ փրկել դրությունը, բայց հաջող գործեց դարպասապահը, Լևոնյանը կենտրոն է խաղում, Աբրահամյան և խլում են առուճի ֆուտբոլիստները ու կարող են հակագրո ձեռնարկել, շատ հաջող անցում էր, աջ եզրում է առուճը, առայժմ գնդակով Մասիսի դեմ փորձում են իրենց առաջին գրո ձեռնարկել, բայց ամեն դեպքում վտանգավոր ոչինչ չստացվեց անել։ Վարուտյան գնդակը մտցնում է խաղի մեջ, աջ եզրում Գևորգյանն է, դեպի Մխիթարյանը պաշտպանության կենտրոն և Մասիսը գնում է իր հերթական գրոյի հետևից, ճիշտ է կարող էին բացել արդեն հանդիպման հաշիվը, բայց հաջող գործեց առուճի դարպասապահը քիչ առաջ և պետք է նորից փորձել ձախից դեպի աջ եզր փոխանցում, բայց այստեղ չկարողացան պահել գնդակը Մասիսի ֆուտբոլիստները, Լևոն Գևորգյանն էր աջ եզրում, ինչպես նաև Հովսեփ Գևորգյանը։ Վարուտյան ուժեղ հարված առաջ դեպի մրցակցի կիսադաշտ և այստեղ ստացվում է այնպես, որ դարպասապահը ոչ թե հեռացրեց գնդակ, այլ հաջող փոխանցում կատարեց։ Խլում են գնդակը առուճի ֆուտբոլիստները և կփորձեն հակագրոհել, չի ստացվում։ Դա անել և Գևորգյանն է աջ եզրում, այդ փոխանցում դեպի դարպասապահ Վարուտյանը դեպի ձախ եզր շատ հաջող փոխանցում դարպասապահից, բայց խաղանկերը այդքան էլ հաջող չկասեցրեց գնդակ, ամեն դեպքում Մասիսը կարող է շարունակել իր գրոհը, փոխանցում էր սա կամ հարված, երկու դեպքում էլ առուճի դարպասապահը հաջող գործեց և եզրից կնետեն Մասիսի ֆուտբոլիստները։ Խլում է առուճը գնդակը մրցակցից, տեսնենք ինչ տարբերակներ են մտածել, ուղիղ կենտրոնով փոխանցում և այստեղ շատ հաջող է դիմավորում մրցակցին Ռոման Լևոնյանը թույլ չտվեց շրջանցել իրեն։ Նորից Մասիսը գրում է հառելի քանակությամբ գրոներ է ձեռնարկում Մասիսը, բայց առայժմ մեկ վտանգավոր պահ են ստեղծել, դեպի կենտրոն հաջող էր այս փոխանցումը, կլինի հարված, թե ոչ, այո և 1-0։ Բացում է Մասիսը հանդիպման հաշիվը, շատ հաջող խաղարկում էր և այստեղ Դավիթ Զաքարյանը դառնում է գոլային փոխանցման հեղինակ, իսկ խաղանկերը չափազանց հաջող եզրափակեց։ Եվ Լևոնյանն է բացում այս հանդիպման հաշիվը, շատ հաջող եզրափակում էր, այս անգամ արդեն դարպասապահը չկարողացավ ոչինչ անել և առուճն է փորձելու իր գրոհը ձեռնարկել, տեսնենք ինչպես կստացվի դա անել։ Առայժմ Մասիսը փակել է բոլոր ճանապարհները դեպի իր դարպաս տանող ընդամենը մեկ հակագրոհ է առուճը ձեռնարկել, եթե փորձենք այսպես վտանգավոր պահ գտնել և այդ պահն էլ որպես այդպիսին վտանգավոր ոչնչով չավարտվեց, քանի որ հաջող դիմավորեցին մրցակցին Մասիսի ֆուտբոլիստները։ Զաքարյան խլում է գնդակը, շատ հաջող գործողություն էր և այստեղ խանգարում են միմյանց առուճի ֆուտբոլիստները, պետք է հեռացնել անհամաձայնություն տեղի ունեցավ, բայց ամեն դեպքում առուճի պաշտպանները հասցնում են հեռացնել գնդակը, եզրային նետում կլինի
Հովսեփ Գևորգյանը գնդակը կմտցնի խաղի մեջ Մասիսի կազմում Բարոյանի հետ է խաղում դարպասապա եւ փոխում գրոյողությունը աչի եզր հաճախ է Մասիսը ինչպես նկատում եք աչի եզրով գրովում այստեղ երկու ֆուտբոլիստ է աշխատում եւ շատ հաջող դա անում Լևոն Գևորգյանը եւ Դավիթ Զաքարյանը բայց հիմա կենտրոնում էր Զաքարյանը եւ չանցավ այս փոխանցումը ու Մխիթարյանն է շատ հաջող դուրս գալիս պաշտպանության թիկունքից բայց աչի եզրով կատարած փոխանցումը չաշխատեց Եվ կորցնում է Մասիսը գնդակ, այստեղ արդեն Գևորգյանի փոխանցումը հաջող չստացվեց։ Եվ տեսնենք, առօրյի փորձը ստացվում է հասնել մինչև կիսադաշտ, դրանից հետո Մասիսը թույլ չի տալիս գնդակ հարկել սեփական կիսադաշտում։ Մխիթարյան Դեպի ձախ եզր, հաջող էր այս փոխանցումը, Զաքարյան գրագետ գործեց այստեղ Զաքարյանը, բայց հասկանալի է իհարկե խաղանկերը կարող էր դա հաշվի չառնել ու առօրյի հակագրոյին ենք հետևում, գնդակը աչի եզրում է եւ անկյունային ստացվեց վաստակել։ Առավելագույնը այստեղ կարողացան ստանալ առօրյի ֆուտբոլիստներն իհարկե բարդ իրավիճակում եւ առաջին անգամ լրջորեն կարող են մոտենալ մրցակցի դարպասին։ Եվ տեսնենք առօրյը ինչպես է իրացնում այս անկյունայինը, ընդամենը երկու ֆուտբոլիստ է մնացել թիկունքում, բարձրից փոխանցում եւ Մխիթարյանն է հեռացնում գնդակը, փորձ են ավելացնել առօրյի ֆուտբոլիստները եւ շատ գրագետ այստեղ պաշտպանվեց Մխիթարյանը, արված Մասիսի դարպասից կլինի։ Բարոյանը խաղում է Գևորգյանի հետ, փոխանցում դեպի աչի եզր, այստեղ Հովսեփ Գևորգյանն է, Աբրահամյանը Զաքարյանին, Զաքարյանն էլ փոխում է գրոյի ուղղությունը ձախ եզր, շատ հաջող է Մասիսը, տեղաշարժում գնդակը, շատ արագ գրոներ են, բայց լինենք արդարացի, իհարկե ճիշտ լինենք, այստեղ առուճը ամենայն դեպս լավ է պաշտպանվում մրցակցի հետ, բայց այս անգամ բացեցին Գևորգյանի ճանապարհը, աչի եզրում նա ստանում է գնդակը, արված էլ կատարեց, բայց պաշտպանը իր վրա է ընդունում այս արվածը, աչի եզրում է Լևոն Գևորգյանը գնդակով հերթական կրոսն ենք տեսնում դեպի Տուգանային, բայց հեռացնում են պաշտպանները, հեռվից արված, սա արդեն բարձր ստացվեց Ռոման Լևոնյանն էր, եթե չեմ սխալվում, այս հանդիպան առայժմ միակ գոլի հեղինակը, բայց վերջինիս արվածը դիպուկ չստացվեց։ Աբրահամյան Զաքարյանի հետ է խաղում, առաջին խաղակեսի սկզնամասում Զաքարյանը աչի եզրում էր, բայց հիմա կենտրոն է տեղաշարժվել։ Իսկ աչի եզրում այս րոպեներին խաղում է Հովսեփ Գևորգյանը։ Զաքարյան դեպի ձախ եզր, նորից Մասիսը տեղաշարժում է գնդակը, շատ հաջող կոմբինացիաներ։ Զաքարյան լավ էր մտածել, ստացվեց այստեղ պատխաղարկում արված եւ շեղ է ստացվում այս փորձը շատ վտանգավոր էր։ Բայց ամեն դեպքում դիպուկ չէր այս արված։ Առօրյի ֆուտբոլիստներն են փորձում գրոել, Գևորգյանն նորից հաջող գործողություն էր Գևորգյանի կողմից, կենտրոնով վերվից արված շատ լավ էր մտածել, բայց առօրյի պաշտպանը կանգնում է այս գնդակի ճանապարհին, մենք կտեսնենք անկյունային արված
Ձախ եզրից կիրացնեն Մասիսի ֆուտբոլիստները առայժմ մեկ գնդակի առավելությամբ են հաղթում Մասիսի ֆուտբոլիստները, բայց լավ պայր ունեն իհարկե, ցածրից խաղարկում Աբրահամյան, բայց շեղեր այս հարվածը լավ են մտածել իրականում, բայց ամեն դեպքում շեղ ստացվեց այս փորձը։ Ուժեղ հարված առաջ Գևորգյան դեպի աչի եզր ուղարկեց գնդակը, հենց այնպես չի հեռացնում Գևորգյան, հիմնականում փորձում է հաջող փոխանցումներ նաև կատարել, աչի եզրում է գնդակը դեպի Տուգանային հրապարակ, բայց առողջի պաշտպանները նորից հասցնում են եւ հնարավոր է հակագրոհեն, բայց Մխիթարյանը միանգամից շատ գրագետ դիրքավորվում է եւ խլում գնդակը մրցակցից շատ արագ, բայց հնարավոր է կարողանային օգտվել այս հակագրոհից։ Առողջի խաղացողները դա չստացվեց անել, աչի եզրում է գնդակը Գևորգյան դեպի ձախ եզր Լևոնյան ստանում է պատասխան փոխանցումը դեպի Տուգանային հրապարակ Զաքարյան թողեց գնդակը արված եւ նորից առողջի պաշտպանները հաջող են գործում Մխիթարյան սայթակեց այստեղ, բայց հասցրեց ամեն դեպքում գնդակն ուղարկել դարպասապային Մխիթարյանը Գևորգյան հերթական հաջող փոխանցում այս անգամ շատ հեռու դեպի ձախ եզր Լևոնյան հերվից միգուցե արված, այո, բայց բարձր է ստացվում այս փորձը լավ էր մտածել իրականում այստեղ Ռոման Լևոնյանը, բայց հարվածը բարձր ստացվեց, նպաստավոր դիրքում էր եւ իհարկե պետք էր այդ դիրքից հարվածի մասին միայն մտածել Տեսնենք առողջը ինչ է անում այստեղ միանգամից Գևորգյանը խլում է գնդակը փոխանցում աչի եզր ստանում պատասխան փոխանցումը, բայց հաջող չստացվեց եւ Մխիթարյանն է նորից մնում պաշտպանությունում առայժմ թույլ չի տալիս առողջի հարձակվողներին անել այն ինչ որ ցանկանում են Լևոնյան գլորում է գնդակը Մասիս Մորենա թիմը Գևորգյան Եվ հեռացնում է առողջի պաշտպան, այս անգամ ավելի վաղ փուլում գնդակը կորցրեցին Մասիսի ֆուտբոլիստները եւ առողջը հերթական հակագրոհի հետևից է գնում, առայժմ միայն հակագրոհներով են փորձում առողջի ֆուտբոլիստները, դիրքային գրոհը չի ստացվում։ Սկսել եւ փորձել ավարտել ընդհանրապես դա թույլ չի տալիս։ Ամենայն դեպս միջև այս րոպեն Մասիսը սիրում է նախաձեռնողի դերում լինել, դա արդեն հասկացվեց իհարկե Խաղաղցվածության խնդիրել այս թիմը չունի, դա էլ միանշանակ զգացվում է այնպիսի բարդ տարբերակներ են հաճախ ընտրում մրցակցի պաշտպանություն մտնելու, որ կարելի է դա ենթադրել։ Զաքարյանը ձախ եզրում է ստացավ գնդակը, թողնում է խաղանկերոջը դեպի կենտրոն, փոխանցում աչ եզր, Գևորգյան շրջանցեց մրցակցին, չկա այստեղ խախտում եւ պետք է կանգնել ու շարունակել, առողջը կփորձի հակագրոհել ճիշտ է։ Առջևում տարբերակներ չկան եւ երկար է մտածում առողջի ֆուտբոլիստը հասկանալով որ չունի առջևում տարբերակներ Գևորգյան հեշտությամբ այս գնդակը խլեց Մասիսի ֆուտբոլիստը եւ փոխանցում դեպի աչ եզր, բայց խաղանկերն այստեղ չհասավ գնդակին ուժեղ էր այս փոխանցումը Հովսեփ Գևորգյանի համար Զաքարյան փոխանցում աչ եզր Գևորգյան փոխում է գրոյի ուղղությունը Գևորգյանը եւ Մասիսը գնում է իր հերթական գրոյի հետևից Լևոնյան բայց խլեց առողջի ֆուտբոլիստը ափսոս այստեղ չստացվեց փոխանցումը հակառակ դեպքում հաջող հակագրոհ կարող են սկսել ձախ եզրում է գնդակը դեպի Հովսեփ Գևորգյանը բայց վերջինս չի կարողանում արվածել հետո արդեն Հովսեփ Գևորգյանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Մխիթարյան նորից ապովագրում է պաշտպանությունը Մխիթարյանը Զաքարյան
Դեպի աչի եզր Գևորգյան Աբրամյան եւ նորից Գևորգյան շատ հաջող է Մասիսը տեղաշարժում գնդակը գծեց փոխանցում դեպի ձախ եզր չանցավ այս փոխանցումը բայց գնդակը մնում է Մասիսի մոտ կլինի արված թե ոչ Զաքարյան շատ հաջող փոխանցում էր չստացվեց այստեղ խաղանկերոջ մոտ Զաքարյանի ավելացնել Նույնիսկ աննշան հպման դեպքում գնդակը կուղարկեր անկասկած Արուջի դարպասը շատ մոտ էր կանգնած բայց չստացվեց դա անել Նորից Զաքարյան շատ ակտիվ է Ինչ կենտրոն է տեղափոխվել Զաքարյանը ավելի ակտիվ է գործում, ավելի շատ է գնդակով լինում եւ հասկանալի է իհարկե փոխանցումներ անընդհատ բաժանում եզրեր եւ նաեւ հենց կենտրոնով է հաճախ փորձում շարունակելՈվսեփյան աչի եզրում ստացավ գնդակը եւ շոտ վտանգավոր էր այստեղ ամեն դեպքում Արուջի դարպասապահը վերցնում է այստեղ նաեւ օգնեց պաշտպանից անդրադարձը եւ նորից արչեվում չկան տարբերակներ Մարուտյան Դեպի աչի եզր հաջող այստեղ շատ փափուկ ընդունեց գնդակը Գևորգյանը եւ գծում է փոխանցում դեպի ձախ եզր ինչ փոխանցումներ են կատարում Մասիսի ֆուտբոլիստները կատարողական առումով չափազանց բարդ եւ տեսնենք գիտե դասավորությունը այստեղ Արուջի պաշտպանության աչի եզրում եւ խլեցին գնդակը Արուջի ֆուտբոլիստները խնդրեմ ով եթե ոչ Մխիթարյանը նորից պաշտպանության ամենախորքում անընդհատ արձագանքում է ԳևորգյանՈվսեփ Գևորգյանն է ընդունում գնդակը եւ կլինի եզրային նետում Մխիթարյան Դեպի Զաքարյանը, բայց հասցնում է դարպասապահ, այստեղ չֆիքսեց գնդակը, բայց խանգարեց Զաքարյանին եւ Արուջի փորձն է սա ու նորից Մխիթարյանը հասցնում է գալու ապահովագրել։ Պաշտպանությունը հաջող էր նաեւ այս անցումը եւ խնդրեմ վերադարձրեց գնդակը Մասիսին։ Վարուտյան սկսում է թիմի գրոհը 7 րոպե է մնում մի փոքր պակաս խաղակեսի ավարտին Մխիթարյան դեպի ձախ եզր երկու ֆուտբոլիստ իր վրա հրավիրեց Մխիթարյանը եւ առանց խնդիրների գնդակն ուղարկեց ձախ եզր Գևորգյան Աչի եզրում խաղանկերն առաջանում է եւ ստանում շատ լավ փոխանցում դեպի Տուգանային հրապարակ Զաքարյան եւ փրկում է պաշտպանը պետք է ավելացնել այստեղ Խնդրեմ գնդակը հայտնվեց ամեն դեպքում դարպասում ավելի շուտ կարող են իհարկե Մասիսի ֆուտբոլիստները եզրափակել գոլով այս դրվագը բայց ամեն դեպքում ստացվում է դա անել եւ խնդրեմ երկու գնդակի առավելություն Մասիսը միջև այս էլ ուներ բայր Բայց հիմա է կարողանում խփել Այն երկրորդ գնդակը Մենք գոլի կրկնապատկերը տեսանք Չհասցրեց դարպասապահ եւ բացթողեցին երկրորդ գնդակը Արուջի ֆուտբոլիստները Գևորգյան Զաքարյանի հետ է խաղում Աբրամյան դեպի Լևոնյանը ձախ եզր Աբրամյան Մխիթարյան պաշտպանության կենտրոնում ամենավերջում է մնում Մխիթարյանը եւ ապահովագրում իհարկե պաշտպանությունը Զաքարյան շատ հաջող թողեց գնդակը եւ ամեն դեպքում Գևորգյանն այստեղ չկարողացավ ավելացնել Մխիթարյան նորից
Հաջող է գործում Մխիթարյանը, Զաքարյան դեպի աչի եզր Գևորքյաններն այստեղ նորից հաջող խաղարկում են կազմակերպել Զաքարյան հերթական կրունկով հաջող փոխանցում է, բայց աչի եզրում Գևորքյանը չհասավ գնդակին եւ իհարկե ուժեղ էր այս փոխանցումը հասնել ուղղակի հնարավոր չէր։ Առաջի խաղացողն են եզրից նետում, փորձի հասնել գնդակին եւ այստեղ կար խախտում, շատ քիչ են այսօր խախտումները։ Սա հնարավոր է առաջին կամ էլ երկրորդ խախտումն էր միջև այս չէր եղել։ Բայց իհարկե այնքան շատ է Մասիսը գնդակ խաղարկում, որ հավանական է, որ շատ լինեն խախտումները, բայց առայժմ ոչ։ Կա փոխանցումը եւ Մխիթարյանը հեռացրեց գնդակը եւ միանգամից Մասիսը հակագրվելու հնարավորություն է ստանում Գևորքյանն աչի եզրում է, շրջանցեց մրցակցին։ Շատ լավ փոխանցում էր, թողնում է գնդակը Լևոնյանին։ Մասիսի ֆուտբոլիստը ձախ եզրում է գնդակը նորից հաջող խաղարկումներ։ Մխիթարյան դեպի աչի եզր Գևորքյան Զաքարյանը վերադարձավ հարազատ աչի եզր այս դրվագում աչի եզրից փոխանցում էր շատ լավ փոխանցում, բայց խնդրեմ 11 մետրանոց է նշանակում մրցավարը, ձեռքով գործեց առուճի ֆուտբոլիստը եւ Մասիսը կարող է հաշիվը խոշոր դարձնել։ Մրցավարը այլ որոշում էր կայացրել, գնդակն էր դուրս եկել դաշտի սահմաններից, առաջին հայացքից թվաց թե ձեռքով է գործել առուճի ֆուտբոլիստը, ամեն դեպքում կրկնապատկերով կտեսնենք։ Բայց ձեռքով հպում կար գնդակին, բայց միջև այդ հպումը գնդակը դուրս էր եկել դաշտի սահմաններից։ Այստեղից բարդ էր իհարկե դա միանգամից ասելը, Զաքարյան շատ լավ փոխանցում էր, բայց Մասիսը ամենակարևոր պահին իհարկե առայժմ չի կարողանում եզրափակել է, խոսքը հարվածների մասին է, իհարկե հաջող են խաղարկում գնդակը մտնում մրցակցի պաշտպանություն, բայց հարվածով պետք է իհարկե գոնե եզրափակել դրվագը։ Հասցնում են առայժմ առուճի ֆուտբոլիստները, Գևորքյանն աչի եզրում է, միգուցե ինքն էլ հարվածի, ոչ խաղում է Զաքարյանի հետ, ստանում պատասխան փոխանցումը, շատ հաջող խաղարկում էր եւ գոլ Մասիսը, գեղեցիկ գոլ է խփում կոմբինացիոն առումով մրցակցի Տուգանային հրապարակում խնդիրներ չունեցան եւ այնքան հաջող խաղարկեցին գնդակը, որ նույնիսկ հպում չեղավ։ Մենք կտեսնենք կրկնապատկեր այս գոլի, շատ գեղեցիկ խաղարկում էր իհարկե եւ Գևորքյանը գոլային փոխանցման հեղինակ է դառնում։ Եվա երեք գնդակի առավելություն ամեն դեպքում սահմանում են։ Հերթական գրով Մասիսի կողմից առուճի պաշտպանները հեռացնում են, բայց լինենք իհարկե արդարացի պետք է նշել, որ ամեն դեպքում որքան էլ 3 գնդակ բաց է թողել առուճը, բայց լավ է պաշտպանվում, հաշվի առնելով գրոների քանակը Մասիսը շատ է գրովում, շատ է պայր ստեղծում, բայց առուճը որքան հնարավոր է կարողանում է զսպել մրցակցին եւ դեռ 3 գնդակ են բաց թողել, բայց նորից պետք է նշել իհարկե Մասիսի մեծ առավելության մասին, որը կա առաջին խաղակեսում եւ մենք վերջին վարկյաններին ենք երևի թե հետևում այս խաղակեսի։
Գևորգյանն է գնդակի մոտ ձախ եզրում, շատ լավ դիրքում ստանդարտ են ստացել Մասիսի ֆուտբոլիստները կամ մրցավարի Սուլիչը, Գևորգյան արված և դա պասապան է այդ մղում, շատ վտանգավոր էր, ևս մեկ փոխանցում Զաքարյանը ընդունեց գնդակը, բայց արված էլ չկարողացավ։ Լևոնյան աջող է աշխատում այստեղ խաղում Զաքարյանի հետ, դեպի ձախ եզր ուղարկեց գնդակը Զաքարյանը, բայց հանկերը իհարկե հասնել այս գնդակին չէր կարող։ Վերջ խաղակեսն ավարտված է, կարճ դադար։
Սիրելի ֆուտբոլասերներ, շարունակում ենք հետևել Մասիս առաջ հանդիպմանը, երկրորդ խաղակեսը մեկնարկել է, առաջին խաղակեսից հետո Մասիսը 3 գնդակի առավելությամբ հաղթում է մրցակցին։ Այս հանդիպումը ընկերական բնույթ է կրում, այնպես որ հաշվի վրա իհարկե կենտրոնանալ պետք չէ, բայց առաջին խաղակեսի մասին կարելի է ասել, որ Մասիսը իհարկե մեծ առավելություն ուներ եւ խոսքը միայն խփած 3 գնդակների մասին չէ, այլ նաեւ գրոների քանակի, հարվածների քանակի, մի խոսքով մեծ առավելություն, առուճը դեռ հարված չի կատարել մրցակցի դարպասին։ Բարուտյանը վերցնում է գնդակ, ուժեղ հարված առաջ, կփորձի Զաքարյանը հասնել գնդակին եւ որքան հնարամիտ այստեղ գտնվեց Զաքարյանը, ստանում է պատասխան փոխանցումը, բարձրացնում գնդակը, բայց Գևորգյանը հարվածի հնարավորություն չստացավ։ Մխիթարյան նորից հաջող է գործում։ Մասիսի 18 համարը Գևորգյան դեպի դարպասապա Բարուտյանը նորից Գևորգյան աչքի եզրում է գնդակ եւ Մասիսի հերթական գրոնն է կազմակերպել։ Անցավ այս գնդակը իհարկե մինչև մրցակցի պաշտպանություն ասա, բայց այնտեղ առողջի ֆուտբոլիստներն են եւ առանց խնդիրների պահեցին այն։ Հերթական փորձը կտեսնենք Մասիսի, իհարկե շատ արագ խլեցին գնդակը, Գևորգյանը դիրքը թողել էր, բայց հաշվարկել էր ամեն ինչ։ Լևոնյան, այդ փոխանցում դարպասապա Բարուտյանը։ Զաքարյան մեկ հպումով թողեց գնդակը խաղանկերոջը, Գևորգյանն աչքի եզրում է։ Եվ եզրային նետում այստեղ կարծես թե կլինի։ Այո, եզրային գծից գնդակը դուրս եկավ, Զաքարյան եւ պոում այս անույս թվացող գնդակը Գևորգյանը, Մասիսը կարող է շարունակել իր գրոհը, փոխանցում ձախ եզր։ Լևոնյան թույլ չտվեց Զաքարյանը առաջին գրոհ սկսել եւ եզրային նետում կլինի։ Ուժեղ փոխանցում առաջ, այստեղ Մխիթարյանն է։ Ձախ եզրում է գնդակը, հեռվից փորձ, բայց սա նվեր էր իհարկե Մասիսի ֆուտբոլիստների համար։ Զաքարյան աչքի եզրում ստանում է գնդակ։ Մասիսի ֆուտբոլիստը Գևորգյան փորձեց թողնել գնդակը խաղանկերոջը, բայց ստացվեց դա, հետո արդեն առողջի ֆուտբոլիստի առաջխաղացումը ընդհատեց Զաքարյանը, շատ արագ են Մասիսի ֆուտբոլիստները գնդակ վերադարձնում, Լևոնյան դեպի Գևորգյանն էր այս փոխանցումն ուղղված, բայց խլում են առողջի ֆուտբոլիստները, հետո կորցնում այս գնդակին հասնել ստացվեց Մասիսի ֆուտբոլիստի մոտ, բայց դարեց մրցակցի համար։ Մասիսը շարունակում է իր գրոհը, Գևորգյան փոխանցում դեպի աչքի եզր, Զաքարյան լավն էր փոխանցումը եւ քիչ էր մնում գոլ խփեին առողջի ֆուտբոլիստներ իրենք իրենց։
Գևորգյան աչ եզրից դեպի ձախ եզր Գևորգյանն է խաղարկում այս գնդակը կլինի արված թե ոչ Մասիսի ֆուտբոլիստների կատարմամբ Լևոն Գևորգյան հեռվից արված եւ շատ գեղեցիկ գոլ է խփում Մասիսի ֆուտբոլիստը շատ լավ արված էր եւ այսօր շատ արդյունավետ է Գևորգյանը իհարկե Եվ առաջին ֆուտբոլիստները կսկսեն դաշտի կենտրոնից կրկնապատկերի հնարավորություն ունենք, մենք կարող ենք տեսնել այս գոլը, որը խփեցին Մասիսի ֆուտբոլիստները Գևորգյանի արված իսկապես շատ լավն էր Մխիթարյան Լևոնյանի հետ է խաղում, վերջինս ձախ եզրում է կտրող փոխանցում, անցավ այս փոխանցումը ասավ Գևորգյանին, փորձրեց գնդակը եւ հետո չստացվեց հարված կատարել, առուճը փորձում է ակագրոել եւ այս անգամ ստացվեց մրցակցի կիսադաշտ հասցնել գնդակը Լևոնյանը փորձում է խլել եւ չի ստացվում դա Մասիսի 18 համարի մոտ եւ առուճը կարող է շարունակել իր փորձը Եվ եզրային նետում կտեսնենք հոգուտ Մասիսի Զաքարյան, աչ եզրում է Զաքարյան առայժմ միայնակ է, պետք է ուժեր իհարկե Մասիսի 21 համարին, բայց կորցրեց գնդակ Զաքարյանը եւ նորից Մխիթարյանն է պաշտպանվում, նորից շատ հաջող խլեց գնդակը եւ մրցակցի կիսադաշտում է հեռվից արված եւ հերթական գեղեցիկ գոլն ենք տեսնում հեռվից Այս անգամ արդեն Մխիթարյանն է խփում, վերջին երկու գոլերը Մասիսի պաշտպաններն են խփել եւ երկուսն էլ հեռվից շատ հաջող հարվածի օգնությամբ Կրկնապատկերը կարող ենք տեսնել Մխիթարյանի գեղեցիկ գոլը իսկապես պաշտպանի համար ամեն ինչ շատ լավ արեց Թե անցումներ աջող, թե արվածը Լևոնյան Փորձի Մասիսի ֆուտբոլիստը հասնել գնդակին եւ առողջի խաղացողը այդ փոխանցում կատարեց եւ անկյունային բերեց սեփական դարպասին Անկյունային դեպի Զաքարյանը սա այդ փոխանցում էր հետաքրքիր խաղարկման ձև էր եւ Զաքարյանը Բարոյանին է փոխանցում Նորից Զաքարյան Մասիսի հերթական գրոնն է ձեռնարկում, բայց այստեղ կփորձեն առողջի ֆուտբոլիստները դարպասապահը շատ հաջող է գործում գլխով հեռացրեց գնդակը կարելի ասել որ սա առողջի առաջին արվածն էր մրցակցի դարպասին Տանգավոր էր իսկապես կարող էին գոլ խփել, բայց չստացվեց Մխիթարյան Զաքարյանը ձախ եզր ուղարկեց գնդակը Զաքարյան Լևոնյանը ձախ եզրում է եւ Մասիսը նորից իր սիրած ոճով գնդակ է խաղարկում Գևորգյան աչ եզրում է Գևորգյանը բարձրից փոխանցում Եվ խաղանկերը գրեթե պայել էր գնդակը, բայց ամեն դեպքում չստացվեց։ Մխիթարյան դեպի Լևոնյանը ձախ եզր Գևորգյանը ընդունում է գնդակը։ Մասիսի 11 համարը փոխում գրոյի ուղղությունը դեպի Զաքարյանը, բայց վերջինս չպահեց գնդակը։
Արոջն է փորձում, գնդակը աչքի եզրում է, Մխիթարյանը նորից դիմավորում է մրցակցին և դիրքային պայքարում խնդիրներ չունեցավ։ Կարող է Արոջը այստեղ փորձել, մոտ են մրցակցի դարպասին, ձախ եզրում է գնդակը, Գևորգյանն է մրցակցին դիմավորել, Արոջի ֆուտբոլիստը կենտրոն է տեղաշարժում, փորձեց ամեն դեպքում արվածել, աչ եզրում է հայտնվում գնդակը, փոխանցում և սա Բարոյանի համար իհարկե խնդիր չէր այս գնդակը վերցնել։ Զաքարյան աչ եզրից շատ լավ փոխանցում էր, բայց Գևորգյանի մոտ չի ստացվում դիպուկ արված կատարել։ Զաքարյան աչ եզրում է, Մասիսի ֆուտբոլիստը սպիտակները նորից հաջող խաղարկում են ձեռնարկել։ Կար այստեղ խաղաղտում սուլում է մրցավարը Մասիսի ֆուտբոլիստի կողմից։ Արոջն է գրում գնդակը, աչ եզրում է։ Եվ մենք անկյունային կարող ենք տեսնել, եթե այստեղ Արոջի ֆուտբոլիստը կարողանար հաջող գործել։ Գևորգյան դեպի աչ եզր, Զաքարյան հաջող խաղարկում էր հերթական անգամ Զաքարյան, ձախ եզր է ուղարկում գնդակ, այստեղ Լևոնյանն է, խաղում է Գևորգյանի հետ, բայց արձագանքող չկար միայն հիմա Զաքարյանը ուղղանային հրապարակից դուրս ընդունում է գնդակը, լավ փոխանցում էր, իրականում հարված ցույց տվեց Զաքարյանն այստեղ և Արոջի ֆուտբոլիստները հեռացնում են գնդակը, Մխիթարյանը ինչպես միշտ միայնակ պաշտպանության ամենախորքում է և ապահովագրում է թիմին։ Լևոնյանը կենտրոն, փոխանցեց Զաքարյանը, նույնպես փորձեց կենտրոնով շարունակել թիմի գրողը Գևորգյան, դեպի Զաքարյան անցավ այս փոխանցումը Լևոնյան, ափսոս այստեղ հերթական գեղեցիկ գոլը կտեսնենք Մասիսից, Զաքարյանի այս կրունկով փոխանցումները արդեն ֆիրմային են դառնում և մեկը մյուսի հետևից հաջողված, բայց այս դեպքում արդեն Լևոնյանը չկարողացավ եզրափակել, Գևորգյան ընդունում է գնդակը ձախ եզրում և ոտնութատի դրսի մասով դեպի աչ եզր Զաքարյան, Լևոնյան այս անգամ արդեն գնդակը չհասավ Լևոնյանին, բայց ձախ եզրում Գևորգյանն է, նորից Լևոնյան, բայց Զաքարյանին չհասավ գնդակը, խլում է Զաքարյանը, լավն է փոխանցումը, հարված տեսանք, ևս մեկ հարված կարող է լինել Արոջի դարպասին, Գևորգյան իջեցրեց գնդակը, բայց դիմավորում են Գևորգյանին և կլինի եզրային նետում։ Գևորգյան դեպի ձախ եզր, Լևոնյան փորձի պահել գնդակը Լևոնյանը, չկար խաղաղտում, դա ցույց տվեց մրցավարը, Զաքարյանը աչ եզրում է, Զաքարյանը մտավ տուգանային հրապարակ, բայց դիմավորում են Արոջի ֆուտբոլիստները, իսկ այս փոխանցումը չստացվեց և կարող է Արոջը հակագրոհել և դարպասապա Բարոյանը ուժեղ հարված է կատարում առաջ, մենք կտեսնենք
Անկյունային։ Զաքարյան նորից գիտի որտեղ լինել Զաքարյանը աջ եզրում։ Ընդունեց այս գնդակը, մի պատ թվաց թե կորցնում է Մասիսը գնդակը, բայց ոչ Գևորգյան արված փակում է։ Պաշտպանը եւս մեկ հարված կարող է հետևել այս խաղակեսում Գևորգյանն արդեն գոլ խփել է։ Աբրամյան դեպի աջ եզր Զաքարյան, հետաքրքիր ոչ էր հարվածելու, բայց ամեն դեպքում պաշտպանները տեղում էին, Աբրամյան Գևորգյանի հետ է խաղում եւ հարված, որը շեղ է ստացվում։ Եվ առողջի ֆուտբոլիստները գնդակը կմտցնեն խաղի մեջ։ Ստացվեց այս փոխանցումը։ Առողջն է գրում, գնդակը ձախ եզրում է, արձակման ձախ եզրում, Մասիսի ֆուտբոլիստները նահանջել են։ Պաշտպանվում է Գևորգյանը եւ Մխիթարյան։ Դեպի ձախ եզր։ Ովսեփ Գևորգյանն է այստեղ։ Փորձի Լևոնյանը պայքարել այս գնդակի համար, բայց իհարկե բարդ է դա անելը։ Եվ խլեց Լևոնյան, այո, շատ բարդ իրավիճակում։ Զաքարյան աջ եզրում է Մասիսի ֆուտբոլիստը եւ Լևոնյանին խորամանկ հարված այստեղ չստացվեց, կատարողական առումով չստացվեց։ Եվ առողջը կփորձի, բայց չստացվեց առողջի ֆուտբոլիստների մոտ։ Մխիթարյան սկսում է Մասիսի գրոհը, Զաքարյանը աջ եզրում է Զաքարյանը, Լևոն Գևորգյան, Լևոնյան, այս անգամ չի վրիպում Լևոնյանը և գրավում է մրցակցի դարպաս։ Եվ տեսնում ենք կրկնապատկերը, Լևոնյանը իհարկե պարտավոր էր այստեղից գրավելու մրցակցի դարպասը, մինչև այդ էլ շանսեր ուներ, բայց փորձում էր կրեատիվ գոլ խփել, այս անգամ շատ պրագմատիկ եղավ, մի անգամից ընդունեց ու առանց խնդիրների գրավեց մրցակցի դարպասը։ Գրովում է Մասիսը, Գևորգյան փոխանցում դեպի աջ եզր, Զաքարյան շքեղ գոլ է խփում։ Զաքարյանը շատ լավարված էր դեպի վերին ինյակը։ Մասիսը մեծացնում է իր առավելությունը։
ուժեղ փոխանցում առաջ եւ գնդակը միանգամից առողջը տալիս է մրցակցի։ Նա գոլի կրկնապատկերը շատ գեղեցիկ գնդակ Զաքարյանից շատ լավ հարված իհարկե եւ սկսեցին Մասիսի ֆուտբոլիստները ավելի պրագմատիկ գործել եւ միանգամից երկու գնդակ կարողացան խփել։ Լևոնյան Գևորգյանին է թողնում, բայց չստացավ պատասխան փոխանցումը Հովսեփ Գևորգյանից։ Եվ բարձր է ստացվում այս հարվածը։ Մխիթարյան Լևոնյանի հետ է խաղում, ձախ եզրում է։ Լևոնյանը Գևորգյան նորից Լևոնյան այս անգամ պետք է գոնե գրավել դարպասը։ Զաքարյան ոչ, ձգձգում են Մասիսի ֆուտբոլիստները, Զաքարյան կար 11 մետրանոց, բայց փոխարենը գոլ է խփում։ Զաքարյանը միջև վերջ մնաց ոտքերի վրա եւ գնդակն ուղարկեց Արոջի դարպասը։ Գոլի կրկնապատկերը ինչ պայքար մղեց Զաքարյանը, եթե նույնիսկ դիպուկ չստացվեր հարվածել, ապա 11 մետրանոց էր լինելու։ Գնդակը Մասիսի ֆուտբոլիստների մոտ է, Գևորգյանը աջ եզր է տեղափոխվել։ Գևորգյանը Զաքարյան հաջող փոխանցում էր, Լևոնյան եւ դարպասապահը վերցնում է այս գնդակը։ Մխիթարյան նորից հաջող է պաշտպանվում։ Մխիթարյանը շրջանցում է մրցակցին, դաշտի կենտրոնում է այս խաղակեսում իդեպ Մխիթարյանը գոլ խփել է արդեն։ Զաքարյան ձախ եզրում է Մասիսի ֆուտբոլիստը եւ վերջ խաղն ավարտված է, Մասիսը վստահ հաշվով հաղթում է մրցակցին։